Մի քիչ մետաղ, մի քիչ փայտ հիշեցնող սպասքի այս պարագաներն իրականում կավից են պատրաստված, իսպանական կավից։ Ինքնույս խեցեգործ Հակոբ Հակոբյանի ձեռքերի մեջ այն տաքանում, կաթի եւ ճարպի հետ հունցվում, ապա ձև ու բովանդակություն է ստանում, պատրաստ զարդարելու նույնիսկ ամենակմահաճ տանտիրուհիների սեղանները։ Այս գույնը կատով արա, կատն է սերցնում սենց։ Էսի օրինակ խաշիաման է, ճիշտ է, մեջի մի քիչ փոշ է։ Էսի օրինակ մեջ ինքը ճենարակ է, բայց այս դուրսը էլի կատով է։ Անտիկ արվեստի նկատմամբ սերն արտահայտում է իր ստեղծագործություններում։ Որևէ մեկին չի կրկնում Հակոբը, այնինչ ստեղծում է անտիկ գրականության եւ սեփական մտքի արգասիքն է։ Դիզայնն ու որակը կատարելագործում է անդադար աշխատելով։ Ես չեմ իմացա, հիմա ոնց է ստացվել, ես որակը ես էլ սարքում եմ, ես պատկերացնում եմ կարող է լավ չեմ սարքել, բայց որ կողից մարդիկ նայում են, ասում են ախպեր, շատ ընտի սարկած է։ Դաժե կավա գործը տեսե, ասել է ես այս ձևի գործը ես առաջ անգամ տեսել։ Հակոբն ակնալիճում է ապրում, ստեղծագործում է իր փոքրիկ բնակարանի մի անկյունում, իսկ պատրաստի աշխատանքները պահեստավորում տան հարևանությամբ ցուրտ ու նեղլիկ արհեստանոցում։ Նախապատվությունը տալիս է իսպանական կավին, որովհետև հենց դա է նրբություն հաղորդում նյութին։ Հայկական կավով չես կարա հենց գործեր անես։ Մի քիչ ճիշտ է, հայկական կավը թոնի, կժեր, կարասների համար է, բայց հիմնականից իսպանական կավով սարքում են հենց ավելի նուրբ բաներ, էլի։ Խեցեգործության մասին զրո գիտելիքով մարտահրավեր է նետել ոլորտի պրոֆեսիոնալներին։ Իր ստեղծած սպասքը ոչ միայն ակնահաճո եւ կիրառելի է, նաեւ զրնգուն։ Այսի գլազուրով է սարքած հենց։ Շուտով նոր տեսակի հումք ձեռք կբերի, որով պատրաստած սպասքի պարագաները չեն վախենա ջեռոցից, իսկ այն, ինչ ստեղծում է հիմա, այնքան էլ ջերմադիմացկուն չէ։ Սարից տակ է կարաս լցնես, եռացրած ջուր, տակ, ճաշ լցնես, ինքը ոչ մի բան չենի, բայց եթե բերես դնես բարանի մեջ, նոր այս դեպքում կարող է ինքը վնասվել։ Նկարչի մասնագիտությամբ Հակոբն այնքան է տարվել խեցեգործությամբ, որ վրձիներն առայժմ մի կողմ է դրել, բայց որոշել է մասնագիտական հմտություններն ցույց դնելու համար երկուսը մեկտեղելու է։ Խեցեղենը զարդարելու է մանրանկարներով։ Ափսեներ սարքեմ, մեծ տապակ ափսեներ, վերել մանրանկարչություն անեմ։ Սիրտը չի տանում դեն նետել վնասված ամանները, դրանք երկրորդ կյանք կստանան կիրառական այլ նշանակությամբ։ Ես որոշել եմ այս ճարտածներով լուստրաներ հավաքել։ Հակոբի աշխատանքները երբևէ չեն ցուցադրվել, համեստությունը թույլ չի տվել գոնե համայնքային ու մարզային ցուցահանդեսներին մասնակցելու հայտ ներկայացնի։ Ինքն իր գործն է անում, նկատողը կնկատի, ասում է։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։